Աստված չի գարձացներ մարդուն սիրտը։ Խորհրդածությունը կապված է Վաղինակ Պարտաբեդ Մելոյանի «Ես եմ ճամփան, ճշմարտությունը և կյանքը» գիրքեն։ Աստված, որում որ գուզե գողորմի և որում որ սիրտը գարձացնել ուզե կգարձացնե։ Ոմանք հիմնվելով այս համարին վրա գուսուցանեն, որ Աստված, որում որ բրգել գուզե կգաղուկցնե անոր սիրտը և ապաշխարության արդյունք կշնորհե անոր, իսկ որում որ գործունեցնել գուզե կգարձացնե անոր սիրտը։ Նման բացատրությունը հերու է ճշմարիտ ըլլալը։ Պողոս և Պետրոս առաքյալներ գուսուցանեն, որ Աստված քաղցրություն և համբերատարություն կցուցաբերե մեր նկատմամբ, որպեսզի մեզ ապաշխարության բերե։ Անկարելի է, որ Աստված չողորմի մեկումը, որ իր ողորմության կապավինի։ Որում որ սիրտը գարձացնել ուզե կգարձացնե։ Աստված իսկապես կգարձացնե մարդուն սիրտը։ Աստված երբեք չի գարձացներ մարդուն գաղուղ սիրտը, ոչ այլ կդառնացնե քաղցրության լեցուն հոգիմը։ Ելից գիրքի մեջ գարտանք, որ երբեմն փարավոն գարձացուց ինքն իր սիրտը, և երբեմն Աստված ինք գարձացուց փարավոնի սիրտը։ Աստված չգարձացուց փարավոնի սիրտը, Աստված բարձրապես փարավոնի սիրտին գարձությունը օգտագործեց իր ծրագիրը իրականացնելու համար։ Մեկը կրնա ճարիք մնել մեզի, և Աստված կրնա օգտագործել այդ ճարիքը և անգե հոգևոր օրհնություն քաղել մեզի համար, բայց այդ չի նշանակեր, որ Աստված ինքն է այդ ճարիքը նողը կամ ընելու արտոնություն տվողը։ Աստված կրնա թույլ տալ, որ գարձր սիրտ ունեցողը պահե իր սիրտին գարձությունը։ Այդպես ընելու բարակային գարձեք Աստված ինք կնկատվի պատճառը անոր սիրտին գարձության։ Գարձեք կսվի, որովհետև իրողությունը այդպես չէ։ Աստված ինքզինք չի ճանչներ մեկումը, որ չուզեր զինք ճանչնալ։ Այս ուղղությամբ Պողոս առաքյալ գսե, քանի որ չուզեցին Աստված ճանչնալ, Աստված էլ թույլ տվավ, որ անոնք իրենց անարդ միտքերուն անձնադուր եղած ընեն ինչ որ պետք չէ ընել։ Ըստ այս համարին, անոնք, որոնք չուզեցին Աստված ճանչնալ, Աստված անոնցմե որ թույլ տվավ, որ իրենց անարդ միտքերուն անձնադուր եղած ընեն ինչ որ պետք չէ ընել։ Կարելի բան է, որ Աստված անարդ միտքերու անձնադուր դարձնե այնպիսի մարդիկ, որոնք զինք ճանչնալ ուզեն։ Երբ դեմ տնենք Սուրբ Հոգին, անգհեռանա մեզ մեն, եթե խավարի գործեր կատարենք, անշուշտ որ Աստված իր լույսը պիտի չշողացնե մեր վրա։ Եթե մեր սիրտը կամավորապես գարձացնենք, բնականորեն մեր սիրտի մեջ Աստվածաթիվ կորովի և կութի ամեն զգացում պիտի չքանա։ Նույնը չպատահեցավ փարավոնին, անգամավորապես չգարձացուց իր սիրտը, թեպետ փարավոն գարձն սիրտ ուներ, բայց այդ բոլոր նշաններն ու հրաշքները, որոնց ականատես եղավ, իրեն համար առիթը չէին դառնալու Աստուծո։ Փարավոն օգտագործեց առիթը, հետևաբար դերը գարձացուց փարավոնի սիրտը բացատրությունը բարձրապես կնշանակե, որ Աստված թույլ տվավ, որ անշարունակեր իր գարձր և գամագոր ընթացքին մեջ մնալ։ Եսայի մարգարեության մեջ ասված է. այս ժողովրդի սիրտը տանձրացուր և ականջները ծանրացուր, ու անոր աչքերը կոծե, որպեսզի չլա թե աչքերով տեսնե ու ականջներով լսե և սիրտով իմանա և դարձիկը ու բժշկվի։ Դարձյալ անոնք որոնք կհավատան, որ Աստված որու որ չուզեր բրգել կգարձացնե անոր սիրտը, այս համարը կվկայեկոչեն։ Սա ողջմիտ մարդու դրամապանություն չէ։ Ով է ան, որուն Աստված չուզեր կամ չի կրնար բրգել։ Կարելի բան է, որ Աստված գարձացնե մեր սիրտը, ինք որ խոստացավ ասելով, ձեր մարմիններեն քարերեն սիրտը պիտի հանեմ և ձեզի մարմիններեն սիրտ պիտի տամ։ Կարելի բան է, որ Աստված ուրախանա սիրտի գուրություն տալով մեզի, ինք որ դրդմեցավ մեր սիրտի գուրության համար։ Կարելի բան է, որ սկիզբեն որոշած ըլլա, թե որոնք պիտի չբրգվին, ինք որ աշխարհի սկիզբեն պատրաստած է երկինքի արքայությունը մարդոց համար։ Աստված կհրամայե Եսայիայի մարգարեին, որ աստվածապաշտություն կարոզե, բնական է, որ նման կարոզմը աստվածապաշտ ըլլալ չուզողի սիրտը ավելի գարձացնե։ Մեղքով թմրած և մերկացած մարդիկ, երբ լսեն արթնության գոչեր, ավելի կքնանան ու կթմրին։ Որ խավարասեր մարդը լույսի մասին տասախոսություն կուզե լսել, որ չարագործ մարդը բարեգործության մասին ջար կսիրե լսել, որ ժլատ մարդ ինքներ ունեցածը և ինքզինք հանձնելու գոչ կուզե լսել։ Երբ ճշմարտությունը կարոզենք մարդոց, անոնք պատասխանատու կդառնան իրենց անձերում, որտեղ եթե ընդունին ճշմարտությունը, գազադին, եթե մերժեն ցանիկը, կգործվին։
Երբ դարձի գալու գոչ կուղենք մեգումը, որ դարձի գալ չուզեր, խորքի մեջ անոր բադիժը ավելի անդանելի թարսուցած գլանք։ Երբ բացեք ձեր հոգևոր աչքերը գսենք այդպիսի մարդոց, որ բնավ չեն հետաքրքրված հոգևոր կյանքով, գարձեք մենք է որ կոծած գլանք անոնց աչքերը։ Գարձեք կսվի, որովհետև երբ ճշմարտությունը գրչագենք, ծևոմը անոնց աչքերուն կոծ լավուն իրողությունն է որ բացահայտած գլանք։ Հետևաբար ինչպես արևեն միան լույս դուրս կելը, այնպես ալ մեր քաղցր դիրոճմեն միան քաղցրություն դուրս կելը։ Աստված չի խստացներ մարդու սիրտը, ուրեմն մի խստացնեք ձեր սիրտերը լսելով, Աստված կխստացնե մարդու սիրտը։ Հաջորդին պիտի անդրադառնանք ինքզին խոնարհեցնող կբարձրանանքի մասին, Փառք Հորը, Որդին եւ Սուրբ Հոգին, Ավետյանը միջև Ավետյան, ամեն։